ուրեմն այն է, դու ասացի չես գալ, այլ հավանել ես մի ստատուս, որտեղ խոսում են մասին, որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ձախողեց հեղափոխությունը, նա չգնաց հեղափոխության եւ հիմա էլ մտավ խաղի մեջ կրկին, որպեսզի ձախողի, այսինքն Տեր-Պետրոսյանը ոչ թե հեղափոխական ուժ է, ինչպես ընդունված է ասել, այլ հակահեղափոխական ուժ է, խնդրում եմ հիմնավորի։ Խոսքը Նայինե Մկրտչյանի հոդվածի մասին է, ազգ թերթում հրապարակված, որը ես հղում էի արել իմ էջի վրա։ Եվ ես այդ հոդվածում արտահայտված հիմնական մտքերից այո համաձայն եմ, որովհետև Հայաստանում իսկապես կա հեղափոխական իրավիճակ, վաղուց կա, բայց քաղաքական դաշտը այն մարդկանց ձեռքին է, այն մարդիկ ունեն իշխանություն, որոնք հեղափոխական չեն, որ Լևոն Պետրոսյանը հեղափոխական չի, դա ես չեմ ասում, դա ինքն է ասում, նույնիսկ ուրեմն այն ամենա 2008-ին դեռ, երբ որ ուրեմն ես գրում էի Հայկական ժամանակում հեղափոխության մասին, ապստամբության մասին, ավելի շուտ դրանց անհրաժեշտության մասին, ինքը իմ անունը չէր տալիս, բայց հանրավակներում պարզ ուրեմն կա այդ ցիտատը հիմա այսպես ձեռքից տակ չի, բայց բոլորը հայտնի գիտեն, որ հեղափոխությունը պետքա դուրս գա մեր բառապաշարից, այսինքն կպատասխանեց, որ ինքը ոչ միայն հեղափոխական չի, այլև հեղափոխությունը դիտվում է որպես բացասական գործոն։ Դեքնես հեղափոխական չլինել չի նշանակում լինել հակահեղափոխական։ Նշանակում է, որտեղ նույն այդ հանրավական ելույթում Տեր-Պետրոսյանը ասում էր, որ պատմությունը ցույցատվել, դա իր կարծիքն է, որ ես համաձայն չեմ, ասում էր պատմությունը ցույցատվել, որ հեղափոխությունը ոչ մի լավ բան չի բերել։ Հեղափոխությունը վատ բան է բերել։ Դա նշանակում է, եթե դու մտածում ես, որ հեղափոխությունը վատ բան է, այսինքն Հայաստանին վատ բան է բերելու, բնականաբար դու կլինես հակահեղափոխական, դա դրան բնական չի։ Ոչ, կա հակառակ ճանապարհը, որ իրանք նորմալ կգնան ընտրությունների, հանրահավաքներ կանեն, ճնշումներ կանեն, գան իշխանության։ Հեղափոխությունը նշանակում է արյուն, նշանակում է քաղաքական պատերազմ։ Հայաստանում մենք ունենք Ղարաբաղ, նորմալ չի դա։ Շատ լավ, դա Սերժ Սարգսյանի ուրեմն դրույթներն են, որը եթե հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնում է, ես դրա համար հենց իրան ասում եմ, որ ինքը հակահեղափոխական է, որտեղ եթե իր մտածողությունը նույնացել է Սերժ Սարգսյանի մտածողության հետ կամ գոնե ասվածի հետ, ասենք բացահայտ ասվածի հետ, ուրեմն ինքը արդեն հակահեղափոխական ուժ է։ Բայց ես ուզում եմ ասել, որ այսինքն ինչին է հիմա խանգարում։ Ինքը խանգարում է, տեսակետից որ մարդիկ ցանկանում են լինել գնալ հեղափոխության, ինքը այդ ռեսուրսը վեսել է, համոզել է, որ դա ինքն է, բայց իրականում ինքը դա չի անում։ Հայաստանում այո, կա հեղափոխական իրավիճակ, վաղուց կար, բայց այսօր լրիվ կա, այսինքն այսօր, չգիտեմ, որևէ խավ դժվար ասել, որևէ խավ չի ուզում փոփոխություններ։ Հայաստանում այսօր բոլոր խավերը, նույնիսկ իշխանական խավերը ինձ թվում է, իշխանության մեջ հասունացել է փոփոխությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանը ուրեմն այդ կառույցը հակը լուծում է զուտ նեղ հակական խնդիր։ Դա ո՞րն է դա։ Դա ընտրություններում ձայներ հավաքելն է։ Եվ այս օրինակ այս պայքարը ժառանգության դեմ, որը ակնհայտորեն ինքնաբուխ չի։ Այն տեսակ մարդիկ, որոնք ուրեմն ես ճանաչում եի որպես քիչ թե շատ ուրեմն հավասարակշիռ մարդիկ, ասենք հրապարակախոսներ հակական, այսօր ուղղակի չափը լրիվ անցել են։ Այսինքն այսինքն բոլոր ակնհայտորեն իրենք համարում են, որ միջոց նպատակը արդարացնում է միջոցը, եւ իրենք բոլոր միջոցներով ռաֆուն ոչնչացնում են։ Եկեք ձեզ հարց տամ, եթե ուրեմն հակի խնդիրը հեղափոխություն անելն է, չէ՞ որ պետքա ակնհայտորեն հեղափոխություն պահանջում է ուժերի ուրեմն միավորում, այսինքն եթե դու հեղափոխություն ես անում, ցանկացած ուժ, որը քեզ կարող է օգնել, քո օգտին պետքա լինի, պետքա գնահատվի որպես արդյոք հասկացնում եմ, որ Ռաֆին հենց խանգարում է հեղափոխությանը եւ նա խանգարում է հակին։ Գիտեք ինչ, հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ որ թվականներ 2009-ին էր թե երբ ասաց, որ մենք միասին չենք կարող հաղթել այս ռեժիմին, ռեժիմը ուժեղ է, եւ կոչ արեց բոլորին միավորվել։ Հիմա եթե ուրեմն ժառանգությունը արդեն այն ուժն է, որի հետ չեն կարող միավորվել, կներեք, այդ հավատալի բան չի, որտեղ բոլոր ուժերի ժառանգությունը ամենակողքին է եղել։ Եվ այդ մարտի 1-ի ժամանակ միշտ այդ ուժի ներկայացուցիչները եղել են մարդկանց կողքին։ Ամենալավ իմիջ ունեցող ուժներ հակում, ամենամոտներ հակին, բայց իրենք վանում են, ինչու են վանում։ Դա շատ պարզ
ասեմ, որ վերջերս Ալեքսանդր Արզումանյանը այդ մասին խոսեց, ես իր միտքն եմ կրկնում, որ շատ ակնհայտ միտք է, կարծում բոլորը կհամաձայնեն, ուրեմն այսպես, եթե խնդիրը հեղափոխությունն է, ՀԱԿ-ը պետքա դիտեր Ռաֆուն որպես դաշնակից։ Եթե ինքը դիտում է որպես մրցակից, իսկ դա ակնհայտ է որ դիտում է, ուրեմն ՀԱԿ-ի նպատակը ընդհանրապես ընտրություններն են եւ պարլամենտում շատ ձայներ հավաքելն է։ Եվ ինքը խափում է իր մասային, ասելով, որ հեղափոխություն եղավ, որտեղ գիտի, որ տրամադրություններ կան բնականաբար։ Եվ գիտի, որ եթե ասի մեր խնդիրը պարլամենտում ձայն հավաքելն է, մարդիկ չեն գա հանրավակներին, դրա համար ասում է հեղափոխություն։ Արման, համաձայն ես։ Չէ, բացարձակապես համաձայն չեմ։ Որ հիմնավորումը Մարինեի քեզ չա։ Հեղափոխության պատկերացումից սկսած։ Հայց քո հետ եմ համաձայն, որ հեղափոխություն չի նշանակում միայն արճակատում եւ Թավշյա հեղափոխությունը դա քայլեր են հետեւողական արվող, որը պիտի հասցնի այն հռչակված նպատակին, որն է սահմանադրական կարգի վերականգնումը։ Այսինքն Հայաստանն է երրորդ հանրապետությունը, հռչակել է սահմանադրություն, որը շատ լավ սահմանադրություն է, դեմոկրատական եւ ազատ շուկայական հարաբերությունների, սահմանադրությունը, բայց ինչ պատճառով չի գործում, որովհետեւ չի գործում նրան ընդդիմացողը այն սուվերեն դեմոկրատիայի ռուսական պատկերացմամբ գործող քաղաքականությունն է, որը համարում է, որ Հայաստանում պարտադիր չի որ լինի, ասենք թե իսկական ընտրություններ, պարտադիր չի որ լինի դեմոկրատական տնտեսություն, տնտեսության մեջ կարող են լինել մոնոպոլիաներ, այսինքն մենք գործ ունենք համակարգային ուրեմն բախման հետ եւ դա կարելի է անվանել հեղափոխություն։ Այսինքն եթե հանկարծ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկսի գործել, դա կնշանակի, որ մենք արել ենք հեղափոխություն եւ հաղթել է հեղափոխությունը։ Հիմա ավելի կոնկրետ։ Հիմա ստրատեգիական հարցերը, ինչը որ Մարինեին է հետաքրքրում, արդյոք ուրեմն մարտի 1-ին պիտի Լևոնը առաջնորդեր հեղափոխություն մասաներին դեպի Մարինեի կոնցեպցիան շատ կոնկրետ է։ Ասում է Տեր-Պետրոսյանը, ասում կոպիտ ախս քաղաքական առումով խափում այն ընտրազանգվածին։ Պատրաստվում է հերթական ընտրությունների, ցտից թեժ պայլով հեղափոխական կրակը։ Դե համաձայն չեմ։ Այ որ գալիս է ստեղ վարորդը, տաքսու վարորդը, հետազոտում է ինքը ասաց, որ իհարկե Լևոնը ճիշտ է անում, որ չի գնում բախման, որովհետև կկրակեն։ Ու ինքը պիտի ընտրի ուրիշ ստրատեգիա։ Աման խոսքը բախման մասին չէր, խոսքը Ռաֆու հետ Ռաֆուն չվանելու եւ չոչնչացնելու մասին։ Հիմա ինչ է անում Ռաֆին։ Նայենք թե ինչ է անում Ռաֆին եւ ինչի հանկարծ։ Գիտեք, նախքան Ռաֆուն հասնելը առաջին հարցը։ ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանը գնում է հեղափոխության, իշխանապողության համակարգային փոփոխությունների, թե նա ինչպես Մարինեն ասում, փորձում է իշխանության ինչ-որ մի ձևով գալ ինչ-որ մի տեղ, որպեսզի ընտրությունների ժամանակ ազգային ժողովում նորմալ տեղեր ունենա։ Եվ պահպանվի սուվերեն դեմոկրատիա, ռուսական տիպի, այսինքն ռուսական տիպի այս երկրի օլիգարխիկ կանոնների մեջ։ Երկիրը ոչ իհարկե։ Ոչ, նպատակը, որ եթե կարող ես համոզել իշխանությանը, որ դա պրոդուկտիվ չի, հա, այս էկոնոմիկան, այս իրերի դրվածքը անտիպրոդուկտիվ է։ Եվ իշխանությունն էլ համոզվել ոնց որ թե։ Չէ, լրիվ եթե համոզված լիներ կգնար ինչ որ քայլերի։ Այսինքն դա չի գնում քայլերի, հենց Մարինեն դա է ասում։ Չի գնում։ Չի գնում քայլերի հետ քայլերի։ Ոչ մի քայլի չի գնում։ Բացի հանրավականից եւ ասում որ հեղափոխություն մեզ պետք չի ժողովուրդ։ Չի, բայց հետևողական գնում է եւ ոնց որ թե էֆեկտիվ է։ Տեր-Պետրոսյանի քաղաքական այդ քայլերը ինչին կանում է։ Այսինքն դու ինչ ես սպասում, ինչ ա լինելու, ինչ ա լինելու։ Զանգվածներին ավելի ընկալելի է դարձնում, որ փոփոխության միակ ճանապարհը, հա, դա սահմանադրության վերականգնումն է։ Ոչ թե տալ ջարդել, ինչ որ բաներ այս դեմադրությունները։ Իսկ որտեղ է երաշխիքը, որ ընտրությունները արդար են լինելու Արման։ Այսինքն ինչու պիտի Եթե ալիքի վրա լինի ընտրություններ կլինեն արդար։ Որ ալիքի։ Մարտի 1-ին էլ էր ալիքի վրա։ Մարտի 1-ին ալիքի վրա։ Ներողություն, Մարտի 1-ին չէ, փետրվարի 19-ին ալիքի վրա չէ։ Հետ ընտրական սիտուացիա է։ Այսօր ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ մենք ուզում ենք ընտրություններ, այսինքն դրա համար հարկավոր է ժողովրդական ընկալում սահմանադրության, դեմոկրատիայի, հա, դեմոկրատական տնտեսության պատկերացման։ Եվ այդ օրինակները արաբական աշխարհի հենց ցույց են տալի մեր համար, որ որն է ավելի ընտրելի, հա, ինչը մենք իրաներսում դեմոկրատական է, Արման։ Իհարկե, նա կազմված է 18 կուսակցություններից եւ կազմակերպություններից, որոնք քննարկում են իրենց ստրատեգիաները, գալիս են ընդհանուր որոշման, որ ասենք թե այս քայլը պիտի անեն։ Ժառանգությունն էլ կարող է իրանց։ Հիմա ապրիլի 8-ին թե ինչ ա լինելու։ Դու հակի անդամ ես, դու գիտես ապրիլի 8-ին ինչ ա լինելու, կամ այդ խորհրդի անդամները գիտեն ապրիլի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ա ասել։ Ես օրինակ կողմ եմ, որ եթե այնտեղ ժառանգությունը մնա,
ազատության հրապարակում Ես հարց տվեցի, ինչու ես հարցը շեղում։ Ես ասում եմ, դու գիտես ապրիլի 8-ին ինչ ասելու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բառացի չէ, բայց իմաստը։ Այսինքն մայնի լոգիկան սենց է, եթե դու քո ներսում ավտորիտար ես, դու չես կարող ժողովրդավարական երկիր ստեղծել։ Կներեք, դուք ամիջ խառնում եք։ Դա կուսակցությունների միասնությունն է։ Ես կուսակցական չեմ։ Ես քաղաքորթի նիստերին չեմ մասնակցում, քաղաքորթի նիստը լինելու է վաղը։ Բայց փոքր խորհրդի նիստերին մասնակցում։ Հա, դա ուրեմն այլ քաղաքացիական ուրեմն նախաձեռնություն։ Բայց դուք ինչ որ կերպ ազդում եք, քաղաքացիական նախաձեռնությունը դա գաղափարների գեներացման մի տեղ է։ Այդ գաղափարները հետ տպվում են։ Կուսակցությունների առաջնորդները կարող են հավանել կամ չհավանել, տարբեր որտեղ ուղղվածության կուսակցություններ։ Վերջում շեֆը ոնց կասի։ Դուք հեղինակությունը համարում եք շեֆություն։ Հիմա դու կարող ես ասել ապրիլի 8-ին կա ինչ որ բան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է անել, քեզ համար կլինի անընդունելի, թե ինքը ինչ ասի, քեզ համար ընդունելի է Արման։ Չգիտեմ, կմտածեմ ինչի։ Ինչու հիմա չես մտածել։ Ասենք երբ որ նախորդ հանրավակում, մի րոպե, երբ որ նախորդ հանրավակում, ուրեմն ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ պետքա ինքնագործունեություն չլինի, եւ եթե դուք նկատեք, դու շատ հավանեց։ Այսինքն եթե ես այդ հանրավակում կանգնած եմ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը արտահայտում է միտք, որ ես համաձայն չեմ, իմ կողքինը պետքա ինձ խփի կամ սաստի։ Դու դրա հետ համաձայն ես։ Այդ պահին, ուրեմն, ես կանգնած եմ մի խումբ երիտասարդների հետ, հետո դու մոտեցար իրանց, ու ես համոզում եի, որ իրանք որովհետև բան էին գրել հավասարների, հա, ինչ-որ մի տեսակ հավասարների դաշինք։ Ես համոզում եմ, որ իրանք այդ ինքնագործունեությամբ չզբաղվեն, որ պետք չի այդպես բաներ անել։ Ինչու պետք չի։ Երկար խոսալու բան է, որովհետև դա ոչինչ չէր բերելու։ Սպասի, բայց դեռ դու չստեղծված համոզված ես, որ ոչինչ։ Եվ խոսում ես դեմոկրատիայից։ Կարդացել եմ։ Այսինքն դու դեմոկրատիան հասկանում ես, որ մեկը վերևից ասի հարթակից եւ բոլորը լսեն։ Դա է հասկանում, որ ես էլ խոսամ, դու էլ։ Բարի, լսենք Անուշին, խնդրեմ Անուշ։ Ես այնուամենայնիվ այսպես այս բանավիճային այս գործընթացի մեջ այնուամենայնիվ մի օրինաչափություն եմ տեսնում, որովհետև բոլորս էլ 88-ի բովով անցել ենք եւ ցիկլայնությունը մեզ տանջում է եւ վերջերս հայկական ժամանակում ես մի հոդված տեսա, որտեղ շատ հմպատիկ այսպեսի մի հատ ակնարկ կար։ Ժամանակին, երբ որ Գերագույն խորհուրդ մտան ՀՇ-ի падգամավորները, ընդհանուր ընթացակարգում ահագին բան փոխվեց։ Այո, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա ուզում է այդ 88-ի ցիկլը կիրառել, դա երկարատև, երկարաժամկետ ցիկլ էր, մոռանալով մի շատ կարևոր բան։ Ինչու է այնուամենայնիվ արաբական աշխարհը գրեթե կործանում այդ հեղափոխությունների ալիք, ընդ որում ոչ թավշյա, ոչ սահմանադրական, ոչ այդպիսի նուրբ, այլ բավականին այնպես կոպիտ, կոշտ բախումներով, որովհետև երկրում, ընդհանուր աշխարհում խիստ ծրվել է, կներեք, որ այսպես ընդհանրական բան եմ ասում, պարենային խնդիր է։ Այսինքն հասել է նրան, որ սննդամթերքի բաշխման, ռեսուրսի բաշխման հարցը դարձել է այժմ աշխարհում ամենագերակա հարցը։ Եվ թավշյա հեղափոխությունը, երբ որ մենք բերում ենք սահմանադրական ընկալում, չգիտեմ ինչ դեմոկրատական ռեֆորմներ, ընտրություններ, եթե ես 100% հավատայի, որ հնարավոր է падգամավորների արկայության սուվերեն դեմոկրատիայի միջոցով ստեղծել իդեալական համակարգային փոփոխություն, ես կպաշտպանեի ՀԱԿ-ի մարտավարությունը, բայց ինձ համար մի խնդիր կա, որը բացահայտ է։ Սոցիալական կարգավիճակը, այնքան սոցիալական իրավիճակը այն աստիճանի սուր է, որ այդ թավշյա հեղափոխությունների ուղղակի ժամանակ չկա։ Վաղը մյուս օրը նման գործընթացի շարունակության դեպքում ուղղակի եւ ընդդիմական բյուրոկրատիան եւ իշխանական բյուրոկրատիան, իսկ ես կարող եմ ասել, այո, կմնան խաղից դուրս, միանշանակ կմնան խաղից դուրս սոցիալական այն սոված ալիքի առաջ, որի շահերը ոչ ոք հաշվի չի առնում։ Հաշվի չեն առնում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը։ Մայնեն ասում է, որ այդ ուժը ՀԱԿ-ը որ կա, նա այդ հեղափոխական ուժը չի։ Նա խաղ է տալիս, նա փորձում է գնա օրենքներով, պատասխան ընտրությունների։ Արման ասում է, ոչ, սա ստրատեգիա հենց այդ հեղափոխության փոփոխության համար, ով է ճիշտ։ Ինձ համար այստեղ մի բան կա բացահայտ։ Ով է ճիշտ։ Ես եմ ճիշտ։ Այսպես չէ, ես այսպես, ես այս պարագայում համարում եմ, որ ես եմ ճիշտ, որովհետև ում հետ ես համաձայն, Մայնի թե Արմանի։ Ես այսպես եմ կարծում, թույլ տուր ասեմ, որտեվ ինձ կանչել ես այսպես որպես ցենտրիստական ոնաշար եւ ես փորձում եմ ոչ թե արտահայտել դիրքորոշում կոնկրետ, այլ բանը կազմել մի վերլուծական սխեմա։ Ինձ թվում է այնուամենայնիվ, որ տվյալ դեպքում ՀԱԿ-ի ստրատեգիայի արկայության դեպքում մենք ունենք
երկարաձիգ process, որը ցիկլային բնույթ ունի։ Ցիկլերը անverջ կրկնում են իրար եւ ոչ մի ցիկլ չի ավարտվում անմիջական արդյունքով։ Եվ այդ առումով ես Մարինեի հետ համաձայն եմ։ Եվ նաև համաձայն եմ այն պլանովարմանի հետ, որ իհարկե եթե մենք ունենանք սահմանադրական ընկալում, կարգի ընկալում, կկատարվեն համակարգային փոփոխություններ, բայց այսօր այդ համակարգային փոփոխությունների մեխանիզմները ես չեմ լսել։ Ես որևէ պրագմատիկ մեխանիզմ